ինձ էլի ուրիշ բան է անհանգստացնում, որ այսքան տարի, տասնյակ տարիներով այս գումարները գնացել են, ոչ մեկի մոտ հարց չի ծագել։ Ոչ մեկի մոտ հարց չի ծագել, այս ինչ ենք անում, ասենք, հիմա որ հաշվենք, պատկերացնում եք, քանի տասնյակ միլիարդ դրամ Հայաստանից դուրս է գնում։ Մենակ այս մի անվագով 600 միլիոն դրամ տարեկան։ Ու ոչ մեկի մոտ հարց չի ծագել։ Ասենք պատահական մեկ էլ տենց խոսակցության ժամանակ կարող անցնելիս լսես, ասես ոնց կարա տենց բան լինի, չհավատաս։ Հետո պարզվի որ կա տենց բան, բայց էլի եմ ասում, չէ, պետական համակարգ մենք բոլորս ու հարց չի ծագել, էս ինչ ենք անում ժողովուրդ։ Եվ այսպես շարունակ, եւ այսպես շարունակ։ Այո, պետքա շատ հստակ արձանագրել, չի կարելի տենց բան անել։ Պետքա հստակ փակվել։ Ով որ եթե մարդ իրան չի կապում Հայաստանի հետ, եթե իր կյանքի կենտրոնը Հայաստանը չի, ինչի՞ պետք է Հայաստանը վճարի։ Ասենք բան անենք, մենք մարդիկ ստեղ աշխատեն Մոնտե Կարլոյում բան անենք, ամենայն հարգանքով սիրում ենք բոլորին, բայց հա, հետո Ես մի բան կարող եմ ասել, տրամաբանությունը կարծում եմ ծնողների քաղաքացիության հետ է կապված եղել, բայց ամբողջությամբ ընդունում եմ դրա համար էլ այս կարգավորումը անում են, եթե իրենց ըստ էության նրանք մեզ չեն համարում մեր մարդկային կապիտալ, իրենց չեն համարում մեր մարդկային կապիտալի հարց, իսկ այս բոլոր ծրագրերը մարդկային կապիտալի մասին են, ապա մենք չպետք է ֆինանսավորենք նման քաղաքացիներին։ Միանշանակ, որ պահին այնպիսի հակափաստարկ ի հայտ կգա, որը մեզ կհիմնավորի, որ մենք սխալ ենք վարվում, մենք պատրաստ ենք դա վերանայել, բայց այս պահին նման հակափաստարկ չկա։ Մի բան էլ ասեմ, պարոն վարչապետ, քանի որ այս նպաստներից խոսվեց, գիտեք, որ մենք ունենք նաև երեխայի խնամքի նպաստ մինչև 2 տարեկանը, որը բավական ֆրագմենտացված է այս պահին, կախված նաև քաղաք, գյուղ, աշխատող, չաշխատող մայրերի հետ, եւ այնտեղ էլ կա իդեպս խնդիրը այս քաղաքացիության, մենք դրան ավելի համապարփակ կանդրադառնանք եկող տարվա ընթացքում եւ կառաջարկենք ավելի նորարարական լուծումներ, այդ թվում նաև այս քաղաքացիությանը վերաբերող, որոնք ավելի շատ կխթանեն եւ ծնելիությունը ինչ որ չափով եւ նաեւ հատկապես մայրերի աշխատանքի վերադառնալը, որը մեր համար շատ կարեւոր է։ Ասենք 10 տարում 6 միլիարդ, 20 տարում 12 միլիարդ, 30 տարում, այսինքն չգիտեմ, այս ծրագիրը քանի տարի գոյություն ունի, հա, 12 միլիարդ, 12 միլիարդի կարելի էր կառուցել, ասենք, այս մենակ միանվագ ծննդյանն եմ ասում, 50,000-ն էլ հետո 600 էլ այդքան է։ Լավ, բախնես բերելա, նոր ենք ընդունել, նոր ենք։ Չէ, նախկինում տվել ենք, 50,000-ներին էլ ենք տվել, հիմա դադարել, հիմա չենք տալու։ 3 տարի է, որ 50,000-ը։ Հա, բայց էլի մոտավորապես մի 600 էլ է դա։ Այդ եմ ասում, դե եկեք նայենք, քանի դպրոց, քանի մանկապարտեզ կարելի էր կառուցել կամ ինչքան ծառայություն կարելի էր դրանով մատուցել Հայաստանի Հանրապետությունում գտնվող մեր երեխեքին։ Իրանք էլ են մեր երեխեքը, բայց իրանք մեզ իրանց չեն համարում մեր երեխեք։ Իրականում ստեղ են ու այդ փողը երևի ինչ որ ձև միևնույնն է ստեղա ծախսվում եւ տնտեսությանը օգուտ տալիս է, բայց այդ տրամաբանությունը 100% կիսում եմ ձեր պարոն վարչապետ, չպետք է տանք։